Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ներկայացնեմ ձեզ այսօրվա իմ հյուրին, ջութակահար Ստեփան Խալաթյան։ Բարև ձեզ։ Ողջույն Ստեփան։ Ահա։ Ո՞նց ես։ Շատ լավ։ Ուրախ եմ Ստեփան ջան, ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, այսօր մենք հետաքրքիր մի լավ զրույց պիտի անցկացնենք ըստիս։ Ուրախ եմ, որ իմ հյուրն ես։ Ես էլ եմ ուրախ գտնվել ձեզ մոտ հյուր այսօր։ Ստեփան ջան, մի փոքր պատմի քո մասին։ Դե ամեն ինչ սկսվեց մոտ 30 տարի առաջ։ Երբ որ ծնողներս ինձ տարան ջութակի, լինելով երաժիշտներ, մամաս թավջութակահարուի, պապաս էլ Հակոբ Խալաթյանն քամանչահար։ Այո։ Դե ես այդ ժամանակ ոնց որ ասում են շատ չունեի ընտրություն թե ինչ պետք է անեմ։ Ծնողներս լինելով երաժիշտ, իրանք որոշեցին, որ ես պետք է գնամ երաժշտության։ Դե տեսել են այդ տաղանդը, որ ինչ որ կա մոտես երաժշտական։ Մի խոսքով ու գնում եմ երաժշտական դպրոց, 10 տարի ավարտում եմ։ Դրանից հետո արդեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա 2004 թվական, արդեն հերու թվում է որ մեր թվակությունից առաջ է եղել էլի։ Մի խոսքով 22 տարի առաջ բավականին ժամանակ։ Այո, արդեն տենց որ հետ ես նայում, թվերը նոր ես պատկերացնում, որ չէ, ոնց որ մի քիչ մեծանում ես էլի հետա։ Դե կոնսերվատորիա սովորել Շահինյան այդ ժամանակ արդեն ինքը ռեկտորն էր։ Իմ լավ ընկերն է, շատ կարքին մարդ։ Շատ հարգում եմ Շահին։ Այդպես ու 2007-ին էլ ընդունվում եմ երիտասարդական պետական այն ժամանակ արդեն պետական երիտասարդական նվագախումբ Սերգեյ Սմբացյանի գլխավորությամբ, այո, նախ ողջունում եմ իրանց բոլորին։ Էլի հրաշալի մի մարդ, լավ արվեստագետ, լավ գործ իմացող ու շատ կարքին մարդ։ Այո։ Ու այդպես, ասկան օրկեստրի ամենասկզբից, հա, երբ որ արդեն օրկեստրը բացվեց 2006, ստեղծվեց ամենից։ Ես 2007-ին արդեն իրանց հետ էի ու մինչ Ամերիկա գալս միասին ենք եղել մինչև 14 թվականը։ Դե յուրախաղեր, համերգներ, փորձեր, ֆանտաստիկ արտիստներ Երևան, մենք էինք գնում, մի խոսքով այդ ամեն ինչը երաժիշտի կյանքը ոնց է լինում։ Պարապել ու շրջագայություններ դեպի աշխատանք ու շրջագայություններ։ Շատ լավ։ Ու այդ ժամանակ էլի արագ sense հիմա sense հեշտ է էլի sense արագ անցնել տարիները, որտեվ արդեն մի խոսքով 2009-ին էլ գնում եմ հայոց բանակ ավարտելուց հետո մի անգամից գնում եմ հայկական բանակ, հայկական բանակում ծառայել եմ Սպայտանը։ Ողջունում եմ իրանց նույնպես Արամեն Գալստյան Գնդապետ Խաչատրյանին, մի խոսքով էլի շատ հետաքրքիր տարիներ էր, դե երգում էինք, ես նվագում էի, ու այդ ժամանակ ով գալիս էր Հայաստան, պատվիրակություններ արտասահմանից, մենք գնում էինք, ողջունում էինք, հագված, ճիշտ ձևով ներկայացնում էինք։ Այդպես ու այդ ժամանակ նաև հրամանով ես կարողանում էի իմ արդեն օրկեստրի փորձերին լինել, եթե ունենում եմ փորձեր ու եղել է որ շրջակայություններ ենք ունեցել։ Ծառայում է, բայց հրամանով, ամեն ինչ օրենքով, ճիշտ դուրս էին գալիս ու գնում էի արդեն Լավ Սերգեյ ջան, հիմա քո ընտանիքի մասին։ Դե հայրդ մայրդ արդեն գիտենք։ Դե հայրիկիդ լավ ճանաչում եմ, մայրդ էլ լավ երաժիշտ։ Երկու բառ իրանց մասին եւ մեկ էլ քո ընտանիքի մասին։ Երեխա ունես, աղջիկ ունես, չէ՞ մի փոքր։ Այո, 3 տարեկան։ Հələ ջութակահար չի։ Չէ, ջութակահար չի, կորոշի։ Որոշի արդեն ինքը թող որոշի։ Այո, որտեվ հա ճիշտ է դա, ասենք սո մեծանակ, սովորի։ Կինդ էլ կա արվեստում, թե։ Չէ, ասում եմ ես տենց մորով եմ ասում տնից մի հոգի պետք է լինի արվեստի մեջ, կինս սիրում է երաժշտություն անում, բայց ինքը ավելի վեբ դիզայներ է, հա, տենց կոմպյուտերային այն բանից է որ ես չեմ հասկանում, խոսքով իրար ճիշտ բալանս ենք։ Ինչ եղավ 2020 թվականին ամուսնացա COVID-ի ժամանակ։ Այդ էլ եմ որով եմ ասում բան չկար անելու, ամեն ինչ փակ էր։ Ասի ինչ արի ամուսնանանք, ու հոտ տենց չկա արի ամուսնան։ Տենց եղավ։ Մի հատ չվերթ եղավ COVID-ի ժամանակ։ Կինս Երևանից է։ Այդտեղ չեմ ծանոթացել։ Մեր ընկերներն են իրար ծանոթացրել։ Մի խոսքով ինձ եղավ որ ինքը եկավ ստեղ, հանդիպեցինք, հասկացանք որ մենք ամուսնանում ենք, նենց չի ասենք ես իրան չեմ ասի ես գալուս եմ այսօր ես ամուսնանամ քո հետ, այնց չէ։ Մենք հասկացել ենք արդեն որ տարիքով դե մեծ ես լինում,
ոնց որ ամեն ինչ parza Կամաչեցի դա սեր բացատրել։ Հա, էլի ասեցի, չասեմ, կողա բա ասեց չէ։ Հա։ Չէ, դեմ ասի լավ, չասեմ ոչ մի բան, դենամ ինչա լինում։ Շատ լավ է։ Ու տես միջև մա լինում է, շատ լավ է։ Շատ լավ է, փարկաս։ Այդ 2020 թվականին մի հատ չվերթ եղավ Երևանից տեղ, չգիտեմ, այդ ոնց որ տես չի լինում։ Մինչև վերջի րոպեն չի հավատում, որ այդ չվերթը, որ ամեն ինչ փակա։ Հա, Հայաստանից եղավ չվերթը, կինս եկավ ու ասի վсё։ Իսկ դու որ թվականից ես եկել։ Ես 14 թվականից Ամերիկայում եմ։ Ու այդ էլ Մենակ եկար։ Հա, հենց ստացվեց 14 թվականից եկել եմ Նյու Յորք։ Ես 4 տարի աշխատել եմ Նյու Յորքում։ Ինքը ճյունական կազմակերպություն, օրկեստր, պարեր, ֆանտաստիկ, մի հատ ագրոբատիկ, շատ դժվար բառ է։ Ագրոբատիկ sense պարերով, ինքը տենց լայվ օրկեստրը նստած նվագում է, ու այդ էլ մենակ եկանք ընկերներ, իհարկե մեր ընկերների հետ միասին, մի քանի օրքի հայ ենք, 6-7 հոգի հայերով։ Հա, բոլորը չինացի, մենք հայերով, այդ էլ շատ հետաքրքիր ժամանակ էր, 6 ամիս պարապում ենք, նոր ծրագիր ամեն տարի, ու 6 ամիս շրջագայության մեջ։ Այսինքն ես մի տարում ու իմ օրկեստրը որ կա, այդ օրկեստրում 4 հատ օրկեստր էր, տարբեր մեծ կազմակերպությունա կոնցերտմայստերը, ես եմ մի օրկեստրի ու առաջի տարում մենակ արդեն ես մոտ մի 90 քաղաք Հյուսիսային Ամերիկայում 90 քաղաքում արդեն եղել եմ համերգներով։ Շրջագայություն ու տենց ու այն Նյու Յորքում եղա ժամանակ։ Նյու Յորք եղա ժամանակում, այո, մինչև 18 թվական։ Ու այն եմ հիշում, որ վերջին արդեն դե առաջի տարին ոնց է գնում ես նոր տեղը ամեն ինչ, հա, նկարում ես, վերջի տարին արդեն քո համար դառնում է սովորական բան։ Հա, ասենք, հա նույն տեղն ես գնում, դե մենակ ինչ ես հիշում, համերգասրահ, հյուրանոց, համերգասրահ, հյուրանոց, այդ կյանքը տենց է։ Ահա, բարձր է։ Մի խոսքով Ցանոթ բան է։ Հա, այդ շատ հետաքրքիր է, այսինքն շատ էդի մեր երաժիշտների ու արվեստի մարդկանց այն հետաքրքիր բաներից է, որ դու գնում ես ու քո տեղը փողը մուծում են իրանք։ Դու չես փող մուծում, այդ գնալու։ Հյուրանոց է բանը, տոս ինքնաթիռը։ Այդ դրա համար ենք սովորում։ Հələ մի բան էլ ուտելու փող է տալիս։ Այդ ասում են հələ։ Ոտքերած դու ես։ Բարձում լավ բան ենք ընտրել էլի։ Այդ Յորքում եղած ժամանակ Ստեփան ջան, իսկ բանը ստեղ ինչ ստեղ ես, հյուրախաղերի ստեղից գնում ես։ Արդեն ստեղից տենց շատ Ամերիկայից դուրս չեմ եղել, բայց հիմա արդեն փորձում եմ իմը ստեղծել, այսինքն թե մենակ համերգներին մենակով ելույթ ունենամ մեր համայնքի մեջ, թե խմբով խումբ ենք ստեղծել ընկերներով ստեղ, կոչվում է The Start Ensemble, Start, այսինքն Start A-ով, արտով, 4 հոգով, 4 հոգի ենք։ Կվարցետ, հա։ Չէ, լարային կվարցետը չի, դա էլ ունենք ընկերներով ստեղծած, սա ինքը ավելի մոդեռն հետաքրքիր լուծումներով նվագում ենք պիացոլա, հայկական folk music, մեր երաժշտությունն ենք նվագում, ամեն մեկս մեր գրած գործեր ունենք, դաշնամուր, բոլորդ էլ ստեղծագործում եք։ Այո։ Դու ունես ստեղծագործություն։ Ունեմ ստեղծագործություն, կոչվում անգլերեն հնչում է այսպես when we met, երբ մենք հանդիպեցինք, ինքը վալսա։ Վալսա, տենց, այո, դաշնամուրա, հարվածային գործիքներ, բաս գիտար։ Այսինքն ու նվագում ենք պիացոլա տանգո ոճի մեջ, խառնած ավելի մեր բանն ենք, ոնց որ ոճն ենք գտել։ Հետաքրքիր ու վերջի մեր համերգը եղավ անցած տարի AGB-ում, արդեն երգիչներ հրավիրեցինք, Արտուրին Mr. X, Եվա Եգանյան, Մարկ Մարաթայը եւ մեր լավ ընկեր Մարաթա Հայրապետյան։ Այո, Մարաթա ու մեր, այո, Պապաջանյան երգեց, իրենց լավ ճիշտ ձայնն ստեց խմբի հետ, այո։ Ասիրուն շատ լավ էր ու մեր խմբի լավ ընկեր Վարդան Կազանջյան։ Ահա։ Լավ անցած տարի այդ եղավ ու հիմա հələ որ մի քիչ ամեն մեկս մեր գործերով ենք տենց, բայց մտածում ենք որ հնարավոր է որ նորից էլի հետաքրքիր մեծ համերգ անենք այդ խմբով։ Եվ նաև ունեմ լարային կվարցետ, դա կոչել ենք LARM, այսինքն LA Arm, LARM կվարտետ, հա։ Այդ էլ համերգային է, որ լինում է, տենց փորձում ենք ներկա գտնվել ու մեր սովորածը, այդ որ 1 ժամ նվագում ենք, այդ 1 ժամվա նվագելու համար մեր սովորածը 30 տարին փորձում ենք մեր լսողին ներկայացնենք։ Ասում են միշտ շարժման մեջ ես, միշտ աշխատում եք, միշտ ստեղծագործում եք, հյուրախաղեր, փորձեր, բաներ, այդ շատ լավ է արվեստագետի համար շատ լավ է։ Միշտ շարժման մեջ լինի։ Մի փոքր հապաղեց, մի փոքր դադարեց, ուրեմն վերջացած է։ Հա, չէ, շատ լավ է։ Ես ուրախ եմ, որ տենց շարժման մեջ եք, որ տենց գործունեություն եք ցավալում, շատ լավ է։ Ստեփան ջան, ավարտվեց առաջին մասը մեր հաղորդման, ասենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։
Սիրելի բարեկամներ, Գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ լավ մի մարդու հետ, հրաշալի մի երաժիշտի հետ, Ստեփան Խալաթյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցը Ստեփան Խալաթյանի հետ, ջութակահար Ստեփան Խալաթյան։ Ստեփան ջան, ես մի սովորություն ունեմ իմ հաղորդումների ժամանակ, երբ մեկին հյուր եմ հրավիրում, սիրում եմ հետո որ իր այդ նույն գործի մեջ եղած, որի նույն մասնագիտության տեր մարդ, հա, նրանց մասին էլ խոսալ։ Ես ուզում եմ իմ ընկերներին էլ մեծարեմ, իրանց անունն էլ հնչի այս հաղորդմանը։ Օրինակ ես իմ շատ այդ ասպարեզում ամենաշատ սիրած իմ ընկերներից մեկը մեր Սամվելն է Երվինյան։ Ես կուզեմ Սամվել Երվինյանի մասին խոսենք, դու որպես այդ գործի մասնագետ նույնպես։ Խոսենք մի քիչ փոքր մեր Սամվելի մասին։ Մեր ժամանակների հայ լավագույն ջութակարներից իր ոչի մեջ, բայց իր ամենալավը հետաքրքիրն է, որ ինքը սովորել է կոնսերվատորիայում ու իր հիմքը կլասիկան է։ Այո։ Այսինքն իմանալով լավ կլասիկա ու ես լսել եմ, որ դասական լավ իմանալով, ես լսել եմ, որ իր ավարտական քննությունը որ եղել է, ֆանտաստիկ ինքը ավարտել է Դայանի պրոֆեսոր Դայանի մոտ, ասում են, որ իր ավարտականը մի հիանալի բոլորը այտենց հոտնկայս ծափարելով անցել է ու դրանից հետո երբ որ հիմքդ լինում է ճիշտ, ոնց որ նույնը, հա, ամեն ինչում արդեն դու կարողանում ես գտնել քո ոճը ու գնալ այդ ճանապարհը, որը ինքը հրաշքարեց ու անում է։ Ես հպարտությամբ եմ իր անունը տալիս իմ հաղորդման ընթացքում, շատ ինքն էլ իմ հյուրն էլ ա եղել։ Նման մեծ երաժիշտ, այդքան համեստ, այդքան սուսուփուս, այդքան բարի, այդքան ես իրան շատ եմ հարգում, շատ եմ հարգում, Աստված թող իրան միշտ առողջություն տա ու թող իր երաժշտությունը միշտ հնչի։ Լավ։ Աշակերտներ ունես։ Ունեցել եմ, ճիշտ ասած, բայց ժամանակը ու ներվերս չեն դիմացել։ Ինչ համար տենց մի քիչ կոպիտ կողա հնչի, բայց ինչ առումով եղել են դաս եմ տվել 1-2, հա, ջութակ 1-2 անգամ գնացել եկել եմ ու ծնողը ասում է երեխաս կարա նվագի օրինակ ծոնդը շնորհավոր։ Ասում եմ գիտեք ինչ։ Ես հա կարա նվագի, բայց դա չի լինի ծոնդը շնորհավոր, կլինի մի հատ բայց sense ձեն կլինի, որտեվ հələ ինքը նվագել չգիտի, բայց ինչքան է ժամանակ ու sense 1-2 ասեցի լավ գնացեք, հա, հետո գնացեք դպրոցներ կա, արեք, հա, մի խոսքով փորձել եմ, բայց հասկացել եմ, որ ստեղ դրանով չզբաղվեմ հիմա։ Ես Հայաստանում դերասանական դպրոց ունեի, հումորի ծիծաղի դպրոց ստուդիա դերասանական, ու հենց որ բերում էին իմ մոտ սովորելու, ասում էին իսկ ինքը հարսանիքներ կարող է բարի բան։ Միանգամից էլի։ Ահա, միանգամ, տենց է։ Ստեփան ջան, այսքան խոսեցինք, ես կուզեմ մեր հեռուստադիտողին մի գեղեցիկ երաժշտություն նվիրես, հնարավոր է, չէ՞։ Մեծ սիրով։ Եղավ։
Հրաշք, Ստեփան ջան, Շնորհակալություն։ հրաշք, քանի գործիքը դեռ չես դրել, Հա։ այնքան սիրեցի ես քո երաժշտությունը, կարող ենք մի փոքրիկ կատարում էլ։ Ես էլ իմացա քանի չեմ դրել, կարամ գնամ։ Մի հատ էլ։ Խնդրում եմ, մեր հին, մեր հայկական երգերից, երաժշտություններից կարող ես մի բան մեզ նվիրել։ Սիրով։ Գնացինք։ Բրավո, հիանալի էր։ Ստեփան ջան, հետաքրքիր է, հարսանիքներով նվագում ես։ Ոնց առանց դրա։ Այո, մեր օրերում հիմա ոնց որ ասում են, պետքա նվագես ու նվագես լավ տեղերում, իսկ հիմա լավ տեղերը նաև հարսանիքներն են։ Այո։ Այո, նվագում եմ հարսանիքներում, թե առաջի պար, թե մինչև մուտքը, երբ որ գալիս է հյուրերը գալիս են ներս, ու մենակ հայերի հետ չեմ աշխատում, այսինքն բոլոր ազգերի հետ եղել է հնդկական հարսանիք եմ նվագել։ Հա, ասել են կարող ես նվագել, ասել եմ եթե ռեփ չի, եթե եմեջը երաժշտություն կա, ուղարկեք, խնդիր չկա։ Ու դες եղել է հնդկական, մեքսիկական, այո։ Ստեփան ջան, երջանիկ են այն մարդիկ, որոնց հարսանիքում դու կնվագես, ու այն էլ առաջի պարը հարսը եփեսան քո երաժշտության տաշտապանը։ Ստեփան ջան, ավարտվեց նաև երկրորդ մասը, անցնենք գովազդի, որից կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը այս հրաշալի երաժիշտի հետ, մեր Ստեփան Խալաթյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցը մի շատ տաղանդավոր, մի շատ հաճելի երաժիշտի հետ, Ստեփան Խալաթյանի հետ։ Ստեփան ջան, հիմա ինչով ես զբաղվում։ Փորձում եմ միայն զբաղվել երաժշտությամբ, որը Ամերիկայում շատ դժվար է։ Դե չեմ ունեցել այն ժամանակը, որ ուրիշ կողմից ուրիշ բան սովորես, հա, դեռ ժամանակ չի լինում, հետո երբ որ ամուսնանում ես, արդեն դրա տեղը պետք է աշխատես։ Սովորելու տեղը։ Փորձում եմ պահել երաժշտությունը, այո, որտեղ այսքան տարիներ, որ երբ որ դու սովորում ես, ասում ես, լավ, 30 տարից ավել դու այս գործն ես արել, զրկվել ես շատ բաներից, ֆուտբոլ, հա, ֆուտբոլ խաղալուց, այդ դժվար ժամանակ, որ դու բոլորը խաղում են, դու այդ ժամանակ գնում ես ու ինչ ես անում, մեր բակի մեջ որ կա Դիմիտրոլ, հա, այն ճառոց մռոցա դուս գալի, դե իմ դեպքում կարծում եմ հարևանները չեն տենց բան ասի ինձ, եթե ասել են իրանց հարց չկա, իրանց հավատ անեմ։ Մի խոսքով, այդպես հիմա նվագում եմ հարսանիքներ, համերգներ, որ լինում է,
մոտակայքում համերգներ կան, որ պետք է Ծրագրեր։ մոտակայքային ծրագրեր կա, այո, որ պետք է լինի։ Այդպես փորձում եմ ակտիվ ինսպայրել մեր հայ համայնքում։ Ես շատ կուզեմ, որ դուք շարունակեք անպայման մի զրկեք ժողովրդին այդ հաճույքից։ Ես եթե դու այսպեսին ես, ես արդեն պատկերացնում եմ նաև թե կողքիններդ ովքեր են այդ ծեր կվարտետում։ Արեք համերգներ, արեք շուշոտ, ուրախացրեք ժողովրդին, որտեղ շատ սիրուն նվագեցիր ու շատ լավ էր։ Ափսոսա, թող ժողովրդը վայելեն դրանք։ Ուրեմն հյուրախաղեր էլ ունեցեք համայնքներում դրսի։ Դու Ստեփան ջան, այստեղ տեսնում ես լավ երիտասարդ ջութակարներ, որոնք գալիս են ձեր հետևից, կան։ Ոչ միայն տեսնում եմ ոչ միայն ջութակահար, այլև շատ Լավ ֆանտաստիկ, երաժիշտներ։ այո, շատ ֆանտաստիկ երաժիշտներ ունենք, ընկերներ ունենք, որոնք իրոք ճիշտ որակյալ երաժշտություն են մատուցում ու իրանք ամեն մեկը իր ուղիով, իր հանդիսատեսին փորձում է ուրախացնել ու ես շատ տեսնում եմ ու ապագան հաստատ մեր լավ է լինելու, որտեվ ներկան լավ է։ Եթե որ դու ներկայում լավ ակտիվորեն դու զբաղվում ես, ապակա արդեն թվում է տեսնում ես թե ապագայում ինչ կլինի ու իսկ հիմիկվա մեր երաժիշտները թե Հայաստանում ու Հայաստանից ովքեր եկել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ֆանտաստիկ երիտասարդներ ունենք, երաժիշտներ, ու լավ ընկերներն են։ Իրենք լավ գործ են անում շատ։ Շատ լավ է։ Ո՞վ է եղել քեզ համար մեծ ջութակար, մեծ երաժիշտ, որն Մինչ օրս եթե դասական երաժշտության մեջ ասեմ, միշտ սիրել եմ Մաքսիմին Վենգերով, ինքը ֆանտաստիկ մերօրյա ֆանտաստիկ ջութակարներից է, իսկ հայ երաժիշտներից իհարկե Սերգեյ Խաչատրյան։ Խոսքեր չկան, թե մարտտեսակը, թե իր նվագը, թե մատուցելը, թե խոսքը, ինչպես է խոսում, շատ իրան լսելով պետք շատ բաներ կարող ես սովորել ու խորհուրդ կտամ թե լսեն իրեն, թե նվագը եւ թե իր խոսքը։ Իսկ ուրիշ մեր հրաշք երաժիշտներից, որ հիմա ինքը ակտիվ շրջագայություններ է անում, իր ամեն տարի ակտիվ է, դա Տիգրան Համասյանին կարամ նշեմ, որը նորից ու ինձ բախտ է վիճակվել իր այդ ստուդիայում ձայնագրություն անել, այդ process-ը, այդ որը ձայնագրություն ես անում, շատ հետաքրքիր է։ Մի խոսքով ինքն էլ Տիգրանն էլ Համասյան մի հրաշք երաժիշտ, ինք տարիներ հետո իրան հաստատ ոսկե տարերով իրան ասել են, որ եղել է հայ երաժշտության մեջ Տիգրան Համասյանը, միանշանակ, որտեղ ինքը այն անում է այն ինչ որ ոչ մեկ հիմա չի անում։ Կարող է շատ անգամներ կլսեն ասում են, «Էս ինչ շատ ձեն է, ամեն ինչ ուժեղ է», բայց չէ, այդ այն է անում, ինչ որ հաստատ մի որոշ ժամանակ հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը։ Ես դից եմ կարծում։ Ոնց որ ինձ թվում է, ոնց որ այն ժամանակներում օրինակ Բախին չեն կարող չեն ընդունել։ Հնարավոր է։ շատ հա, ինչ որ իրանք արել են իր ժամանակներում, այդ ժամանակ տենց է, չէ՞ որ մենք էլ տենց Վան Գոգ, Մոդելյանի, հա, չեն սիրել, հա, Մոդելյանի։ Կարճության մեջ։ Եթե կինոն նայում ենք, ինչից մահացավ, աղքատուց մահացավ, օրինակ։ Բայց իր ժամանակ էլի այդ աղքատ էր, դեմա կինոն ամեն կինո չի, որ քիչ իրանք բան են անում, փոխում են, որ ավելի հետաքրքիր լինի, բայց այո, մենակ Պիկասոն է, որ իր ժամանակում տենց գիտեմ ինչքանով ճիշտ է, որ ընդունված տենց իրան ընդունել են։ Իսկ մնաց այո, արտիստները ցավոք սրտի շատ անգամ իր ժամանակներում իրանց չեն կարողա չեն սիրել, համել ինչի համար, որովհետև երկու բան կա ընդհանրապես, որ չես կարողանում թաքցնել, Գազարյան ջան։ Էդի ատամիցավնա ու նախանձը։ Ինչ լավ ապրես։ Հիմա կարող է իր ժամանակահատվածում, որ ինքը ապրել է, իրան ուղակի նախանձել են ու չեն սիրել։ Նորմալ է։ Ականջի ցավնելա սարսափել է։ Դե այդ կապված է, էլի երևի ականջ ատամ։ Հա, այո, շատ լավ է։ Ստեփան ջան, տեսահոլովակներ, կլիպներ բան ունես։ Տեսահոլովակներ հիմա, չէ, կոնկրետ եթե ասեմ ավելի չունեմ, բայց տանս ունեմ իմ ստուդիան, որը զբաղվում եմ ու կեցեի մի քիչ տեխնոլոգիան հեռախոս նորմալ նկարում է, փորձում եմ հետաքրքիր ինչ-որ մտքեր, որ ունեմ, նկարեմ իմ համար, բայց այո, մտադրություններ կա, որ պետք է գալիս երաժշտին, այո, իհարկե։ Արա, շատ արա, տես բաներ անպայման տանես Ստեփան ջան։ Ակտիվ, փորձում Instagram-ում ակտիվ լինել։ Հա, շատ կարևոր է, Instagram-ն է, այո, որտեվ հիմա որ ինձ նվագում եմ միտեղ, ասում են Instagram ունես, ասում եմ երաժիշտը որ Instagram չունի հիմիկվա օրով, ասենք չեն ճանաչում էլի։ Ոչ միայն երաժիշտը, դերասանը, այո, փոխվել է, ժամանակները փոխվել է։ Եթե հիմա հերոստանգերություններով էին այն ժամանակ ավելի շատ ու շատ քչերին էր
հաջողվում լինել իր հերոստանգերության հյուր, հիմա արդեն ամեն մեկ իր հեռախոսն ունի, եթե ունի այդ միտքը հետաքրքիր գաղափարը, կարա շատ հետաքրքիր բոլորին լավ իր տաղանդը ցույց տա իր հեռախոսի շնորհիվ։ Եդես ինչն է շատ հետաքրքիր, շատ հետաքրքիր է իհարկե։ Եթե դու հնարավորություն ունենայիր ամեն ինչ նորից սկզբից սկսեիր, էլի այս գործը կսկսեիր, դու էլի այս գործով կզբաղվեիր, ջութակով։ Կընտրեիր սա։ Դե ժամանակ եղել է, որ չեմ ուզել։ Որ դες լինում է ժամանակներ, որ sense ասում ես չեմ ուզում, մտածում ես ուրիշ բան կարող է լինի։ Ու այդ առումով ազատ եմ եղել։ Այո, ասացի որ ծնողներս երաժիշտ են ու չի եղել պարտադրություն, որ չէ ու չէ։ Բայց իմ մեջ եղել է ժամանակ, որ բայց կարող է ուրիշ բան, բայց հետո արդեն երբ որ համերգներ ու տեսնում ես որ պարապածդ, հա, այդ ժամանակաշրջանը որ դու անցկացրել ես, որ ուզրկվել ես ուրիշ բաներից, հա, իրա տալիս է իրա ինչ է տալիս, երբ որ պարապում ես Արդյունքը, այդ բառը, հա, մոռացել էի։ Արդյունքը տալիս է արդեն ոնց որ քեզ ավելի ոգեշնչում այդ ամեն ինչը ու անցնում ես այդ ավելի խորացված անցնում ես գործին, քո գործին։ Ստեփան ջան, հայրդ հրաշալի երաժիշտ է, քամանչահար։ Ես կուզեմ երկու բառ շատ, որտեղ մեր ժամանակն էլ սպառվում, երկու բառ հայրիկիդ մասին ուղղակի։ Ինչով է զբաղվում հիմա ինչա։ Նվագով նախ լավ նկարում է, ֆանտաստիկ նկարում է, շատ լավ է նկարում։ Ես չեմ այդ նկարը իմ մոտ չի ստացվում։ Մենակ փոքր դպրոցում եմ հիշում, որ միշտ տետրերի հետևում Արարատն էի նկարում, մենակ էդ էի կարում նկարեի։ Արարատը նկարում էի երկու հատ բարդիով։ Էդ էր, ամեն տետրից հետևը էդ էր։ Տենց էդ էի սիրում, բայց papas շատ լավ նկարում է, արել է որ անցած տարի էլ ստեղ էր, իր նկարները համերգ տեղ ունեցավ, նկարները իր ցուցադրություն եղավ։ Նվագում է դասա տալիս, նվագում է ու մանկությունում համել ես որ շատ եմ տեսել իրան պարապելով ու ինքը շատ քամանչայի նվագացանկից ինքը դուրս է եկել։ Այսինքն ջութակի արդեն ոնց որ այդ նվագը Սայաթնովա աշխուղական գործեր նվագելուց դրանից հետո ինքը ուզում էր փորձեր ու փորձել է։ Այսինքն ինքը նվագել է քամանչով Արաբ Խաչատրյան ջութակի կոնցերտն է նվագել։ Բաղդասարյան Ռապսոդիա նվագել, որը ասենք քամանչայի վրա շատ դժվար է։ Հատուկ ջութակի համար։ Իսկ թվում է դրա համար էր որ ինքը միշտ սիրել է ջութակային այդ ջութակի ռեպերտուարը, դրա համար տղային ասելա դե ես որ չեմ նվագի մնացած գործերը, արի դու նվագի ջութակով։ Եղավ Ստեփան ջան, ուրախ եմ, շնորհակալ եմ որ ժամանակ տար եկար մասնակցելու մեր հաղորդմանը, ցավոք արդեն ավարտվեց։ Մնում է իրար հրաժեշտ տանք ու քեզ մաղթեմ երկար տարիներ բեմում ու անպայման մենահամերգներ ու շատ ուրախացրեք մեր ժողովրդին։ Շատ շնորհակալություն։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էր այսօր ջութակար Ստեփան Խալաթյանը։ Իսկ այժմ մեր հաղորդման վերջին խոսքերը։ Ոչ մեկը իրականում չգիտի թե ինչ կա այն մարդու հոգում, ով միշտ ծիծաղում է։ Այսքան բան սիրելի բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Տղա ջան, դու երիտասարդ ես, դու ավելի լավ կիմանաս։ Ես քանի օր է կնոջս ծնունդն է, առավիս ծնունդն է։ Ինչ խորհուրդ կտաս օրինակ, ինչ նվեր առնեմ։ Բայ, Մարպետ ջան, իրան հարցրա։ Չէ, այդ խով վտոն է։ Իրանուր հարցնեմ։ Ես այդքան փող չունեմ։